Արցախի հանրապետությունը այդ ժամանակ սա էր ընդհանրապես Հանած Աղմյան-Շահումյանի շրջանը, որը Ադրբեջանը գրաված էր։ Արցախն է մինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ը։ Շատ մեծ կորուստ էր մեր համար Ղարաբաղը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո կորցրեցինք Քաշաթաղը, Քարվաճառը, Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններից որոշ գյուղեր։ Բացի ըստ նարնջագույնը, բոլորը ձեռքից տվեցինք։ Քաշաթաղի եւ Քարվաճառի կորստով Արցախը կղզիացավ, շրջապատվեց ադրբեջանական զինուժով։ Հայաստանին կապող միակ ուղին մնաց Բերձորի միջանցքը։ Այդ փաստաթուղթը փոխեց ռազմավարական հավասարակշռությունը, Արցախը դարձավ մեկ ճանապարհից կախյալ տարածք, անվտանգության երաշխավորությունը հանձնվեց երրորդ կողմին, իսկ Ադրբեջանի ճնշումը սկսեց պարբերաբար աճել։ Արդյունքում այդ նույն եռակողմ հայտարարությունից հետո անվտանգության առումով թուլացավ նաև Հայաստանի Հանրապետությունը։ Սյունիքի ամբողջ հյուսիս-արևելյան եւ արևելյան սահմանագիծը փաստացի պաշտպանված էր Արցախով։ Բացի այդ, որոշ ռազմական փորձագետներ Արցախը անվանում էին Հայաստանի Հանրապետության վահան, որը ըստ էության հենց այդ դերն էլ կատարում էր։ Երկրորդը դա կապուղիների ճանապարհների հարցն էր, որ օրինակ հենց Կապան Գորիս ավտոճանապարհը անցնում էր որոշակի հատվածով, այս բան գիտենք, որ արդեն իսկ ճանապարհը փոխվել է, քանի որ որոշակի հատվածով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Արցախը հարավային Կովկասի ամենաջրառատ լեռնային գոտիներից է, որտեղ ջուրը մաքուր է, խմելու համար պիտանի, առանց լրացուցիչ մշակման։ Շուշիի օկուպացիան Ստեփանակերտին զրկեց կարևոր ջրային պաշարներից, իսկ Քարվաճառի տակ եւ բուժիչ աղբյուրները եւս անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իդեպ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ն Արցախը ջրային ու էներգետիկ տեսանկյունից ինքնաբավ էր։